Գաբրելյանը թիրախավորեց, վիրավորեց Եվրամեդիա 24-ի աշխատակիցներին, ինչից հետո արդեն այսօր մենք իր մանդատը վայր դնելու որոշումը, ինչու նա այդպես վարվեց, դա արդյոք թիմային որոշում էր, թե իր ներքին բարոյական որոշումն էր։ Նախ ես ուզում եմ իմ ամբողջական եւ անվերապահ զորակցությունը հայտնել Կիրակի օրը Գյումրիում հերթապահություն իրականացրած եւ այդ Արարածին դեմարդեմ դուրս եկած իմ բոլոր գործընկերներին, Եվրամեդիա 24-ի գլխավոր խմբագիր Սյուզի Բադոյանին, Եվրամեդիա 24-ի մեկնաբան Կորյուն Սիմոնյանին, նաև Անի Գևորգյանին, Լիա Սարգսյանին եւ մյուսներին, որոնցից յուրաքանչյուրը ցույց տվեց, թե որն է իսկական լրագրողի եւ լրագրության կոչումը այդտեղ։ Ինչ վերաբերում է ձեր նշած միջադեպին, ապա ակնհայտ էր, որ հանգուցալուծումը այսպիսին էր լինելու։ Այդ Արարածը հատեց հնարավոր բոլոր կարմիր գծերը եւ նաեւ լրագրողական հանրույթի ճնշման ներքո արժանացավ այսպիսի ճակատագրի։ Շատ դժվար է ասել, թե որտեղ է այդ որոշումը կայացվել եւ ծանոթ լինելով իշխող վարչախմբի խոհանոցին եւ այնտեղ արկա դրվածքին, ես քիչ հավանական եմ համարում, որ դա ինքնուրույն որոշում է եղել։ Շատ ավելի հավանական է, որ այդ Արարածին ուղղակի ճնշել եւ ստիպել են իր արած որոշ արտահայտությունների հետ կապված, ոչ այնքան պահվածքի, որքան այդ ոչ adekvat վիճակում իր արած որոշ արտահայտությունների հետ կապված դիմում գրել եւ հեռանալ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է այն դրվագին, ըստ որի 2026 թվականին իրենք միևնույն է իշխանություն չեն ունենալու եւ ինչ իմաստ ունի մանդատ վայր դնելը, եթե 1 տարի բան մնաց իրենց իշխանավարմանը, բայց մեկ բան պարզ է, որ այդ անձը, ինչպես եւ մի շարք այլ այս իշխանության կողմից զոհաբերված արարածներ ամբողջական պատասխանատվության չեն արժանանա։ Սա նվազագույնն է, որ պիտի աներ։ Սրան պետք է հաջորդեր առնվազն էթիկայի հանձնաժողովի ձևավորում, դե հիմա արդեն ժամանակավոր է, քանի որ նա այլևս падգամավոր չէ, բայց նա պետք է ընդհուպ մինչև քրեաիրավական պատասխանատվության արժանանար իր այս վարքագծի համար եւ հանրայնորեն մերժվեր։ Ոչ միայն նա, եւ Անդրանիկ Քոչարյանը, եւ Ալեն Սիմոնյանը, եւ տասնյակ այլ ԿՊ-ական падգամավորներ, Վահագն Ալեքսանյանը, մյուսները, որոնք բարբերաբար աչքի են ընկել անբարո խեղկատակային հակահասարակական վարքագծով, խորհրդային տարիներին այդպիսի լավ բառ կար, հակահասարակական վարքագիծ, իրենց վարքագիծը հենց այդպիսին է, երբ իրենք անտեսելով հանրության բարոյական նորմերը, ոչ միայն անհատ լրագրողի, իմ գործընկերների եւ մեր հանրության լրատվական դաշտի ծանրակշիռ ներկայացուցիչների հանդեպ են իրենց այդպես պահում, այլև մեր ողջ հասարակության։ Լրագրողները ինքնագործունեությամբ այդտեղ չեն զբաղված։ Մեր գործընկերների խիզախությունն եմ ուզում առանձնահատուկ ընդգծել, որ այդ օրերին, հենց այդ օրը ընտրության քվեարկության օրը մտան այդ իշխող վարչախմբի որջերը եւ հենց տեղում կին լինելով այդ տասնյակ տղամարդկանց ցույց տվեցին իրենց տեղը եւ նաեւ ցույց տվին այն ապօրինությունները, այն անօրինությունները, այն խայտարակ մթնոլորտը, որ արկա էր այդ քաղաքում եւ մասնավորապես այդ կուսակցության գլխավոր շտաբում եւ մյուս շտաբներում։ Կրկին իմ ամբողջական զորակցությունը իմ գործընկերներին եւ պիտի ամեն ինչ անենք, որ այս մանդատ վայր դնելու քայլով չավարտվի այս Արարածի շարքը, այլ պիտի շարունակվի, մենք պիտի ամեն ինչ անենք, որ մի քանի այլ առավել անընդունելի վարքագծով աչքի ընկած ԿՊ-ական падգամավորներ եւս բռնեն այս նույն ճանապարհը։ Պարոն Սարգսյան, նկատենք, որ այս միջադեպի տեսանյութում 3 շատ կարևոր դրվագ կար։ Նախ Գաբրելյանը ոչ հարիր պահվածք է դրսևորում, հարբած է, ապա հայհոյում է լրագրողին եւ անում քաղաքական հայտարարություն։ Ինչպես դուք եք ասում, սրանցից որի համար պատժվեց լրագրողին վիրավորելու, եթե այո, հիշենք, ապա Անդրանիկ Քոչարյանին եւ Հայկ Սարգսյանին, որոնք աչքի են ընկնում նման պահվածքով, թե միգուցե Վիլեն Գաբրելյանը պատժվեց քաղաքական հայտարարություն անելու համար։ Նախ ես վստահ չեմ, որ նա ալկոհոլի ազդեցության տակ էր, ինչ որ բանի ազդեցության տակ էր, բայց թե կոնկրետ ինչի շատ դժվար է ասել։ Ես հիշում եմ, որ այս վարչախմբի պարագլուխը Գյումրու ընտրություններին ընդառաջ, այսպես ասած, պրայմերիզի շրջանակում իր ուսապարկերից մեկին Կարեն Սարուխանյան անվամբ ուղարկեց նարկոլոգիական փորձաքննության։ Լավ կլիներ, որ բոլոր այդ 69 արարածներին թևերից բռնած ուղղակի ուղեկցեին նարկոլոգիական ծառայություն։ Իդեպ այն անձը, որը այսօր մանդատը վայր դնելու հայտարարություն է արել, ուզում եմ հիշեցնել, որ մինչև падգամավոր դառնալը դեղերի փորձագիտական ծառայության ղեկավարն էր, որը շատ լուրջ եւ ծանրակշիռ ծառայություն է եւ բացարձակ կոմպետենցիա չուներ այդ անձը զբաղվելու դրանով։ Հիմա տեսնենք, թե ուր կտանի, հավանաբար մի հերթական խորհրդականի հաստիքի, կարծում եմ ամեն ինչ կանի, որ չնեղացնի իր փաստորեն ավելի քան 1 տասնամյակ իր հետ
ծառայություն անցած եւ 1000-ը մի գաղտնիքի տիրապետող անձին ես հրաշալի հիշում եմ, որ դեռևս մինչեւ սրանց իշխանության գալը մի լուսանկար էր հրապարակվել, երբ այդ անձը, որը իրեն կոչում էր սկզբում նավակ ճոճողը, հետո Օմարի արծիվը, հիմա Օմարը չկա, մի հովանոց էր պահել վարչախմբի պարագլխի գլխին այն ժամանակ պատգամավոր։ Նկատի ունեմ իրենց սուբորդինացիան, իրենց հարաբերակցությունը այդպիսին է։ Այնպես որ տեսնենք թե նա ինչ ճակատագրի կարժանանա։ Իսկ կվախենան նրան ուղարկել պատմության աղբամանը։ Դե ամբողջ այս վարչախումբը պիտի ուղարկվի պատմության աղբանոցը հայ ժողովրդի ձեռամբ, բայց իրենք իրենց ոտքից չեն կրակի։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այդպիսի տասնյակ օրինակներ կան, ասենք օրինակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյան կար, որը Բրյուսովի ինստիտուտում իրենց համար ցանկալի ռեկտորի ընտրությունը տապալելուց հետո ազատվեց փոխվարչապետի պաշտոնից, նաև Բրյուսովի համալսարանի հոգաբարձությունների խորհրդի նախագահի, բայց նույն օրը նշանակվեց վարչապետի խորհրդական եւ առ այսօր շատ բարձր աշխատավարձով, իսկ դա հայեցողական պաշտոն է, այսինքն նորմավորված չի աշխատավարձի չափը, մինչեւ հիմա նա խորհրդական է։ Այդպիսի շատ այլ օրինակներ կարող ենք հիշել, երբ այդ անձին ընդհանրապես այս ռոպեական քաղաքական պատվեր չիրականացնելու համար ուղարկվել են աղբանոց, բայց ցավոք դեռևս ոչ պատմության աղբանոց, այ մենք դի ամեն ինչ անենք, որ ենք պատմության աղբանոց։ Ու այս ամենին զուգահեռ նաև տարածքում ոստիկաններ կային, որոնք չխոչընդոտեցին հասարակական կարգի խախտման դեպքում։ Լրագրողական հանրույթը ամենևին էլ այդ այսպես կոչված լրագրողական կազմակերպությունները չեն, որոնց բացարձակ մեծամասնությունը նախկին բաց հասարակության հիմնադրամների, այսօր կոչվում է ժողովրդավարության զարգացման հիմնադրամն ու ինքը Սորոսի հիմնադրամի հետ փոխկապակցված կազմակերպություններ են։ Մի այդպիսի շարք կար, որ բացվում էր Երևանի մամուլի ակումբով, ավարտվում էր Գորիսի մամուլի ակումբով։ Այդ կազմակերպությունները ֆիկտիվ են եւ մեզ չեն հետաքրքրում, բայց լրագրողական հանրույթը իսկ Հայաստանում մի քանի տասնյակ գործուն, բան իմաց, քաղաքացիական գիտակցություն ունեցող, բավականաչափ պարկեշտ, իր իրավունքներին եւ պարտականություններին տեղյակ քաղաքական լրագրող կա, եւ ահա մեր այս համքարությունը երբ ոտքի է կանգնում, որևէ Վիլեն Գաբրիելյան, որևէ նավակ ճոճող դրան չի դիմանա, այնպես որ կազմակերպությունները էական չեն, էական է մեր մասնագիտական հանրույթը։ Ինչ վերաբերում է ոստիկանության անգործությանը, այո, դա շատ ակնհայտ էր եւ ցցուն, իդեպ ոչ միայն այդ նավակ ճոճողի դրվագի հետ կապված, այլև օրինակ Գյումրիի 3169 եւ 3170 տեղամասերի միջև տեղակայված Սարիկ Մինասյանի շտաբում տեղի ունեցող, այդ որջում տեղի ունեցող ապօրինությունների հետ կապված, երբ ձեր լրատվական միջոցի եւ նաեւ այլ լրատվական միջոցների մեր գործընկերները մոտեցան տեղում քաղաքացիական իդեպ մեքենայով բարեկություն անող ոստիկաններին եւ հորդորեցին կադրեր ցույց տալով զբաղվել այդ որջով, իդեպ ցույց տալով ապացուցելով նաեւ որ ըստ ընտրական օրենսգրքի կարգավորումների խախտում է 50 մետրից պակաս հեռավորությամբ, տեղամասից 50 մետր պակաս հեռավորությամբ նախընտրական շտաբի տեղակայումը, նաեւ նախընտրական պաստառների տեղակայումը։ Պաստառներ չկային, բայց այդ շտաբը կար։ Այս ամբողջը մեր գործընկերները հետևողականորեն անհոգնել ցույց են տվել ոստիկաններին, բայց նրանց կողմից մենք քարան տարբերություն ենք տեսել։ Տեսել ենք ճիշտ հակառակը։ Տեսել ենք, որ մի քանի մեծ տուրիստական ավտոբուսներ, որոնց ոստիկանության զորքերի հարյուրավոր զինծառայողներ էին, տեղակայված են Գյումրու Վարդանանց հրապարակում։ Ինչ էին անում, ինչի համար էին այդտեղ բերվել, այդ ինչ վախի մթնոլորտ էր այդտեղ ստեղծված, այդ ինչ պիտի լիներ այդտեղ։ Սրանք հարցեր են, որոնք վաղ թե ուշ կգտնեն իրենց պատասխանը։ Այս վարչախումբը ինքն իրեն չի պատժելու։ Այս գլխավոր դատախազը, որը քրեական գործերից մեկով դեռ վարչապետի օգնականի կարգավիճակում ցուցումներ էր տալիս քննիչին եւ միջամտում էր նախաքննության ընթացքին, բնականաբար քրեական հետապնդում չի հարուցելու, բայց իշխանազրկումից մի քանի ժամ անց հարյուրներով պատասխանատվության են ենթարկվելու, քրեակատարողական հիմնարկները ուղղակի սպասում են իրենց։ Այս քրեական օրենսգիրքը լալիս է սրանց վրա, լալիս։